Բարև ձեզ, Առնյուզ եթերում Հայաստան եւ աշխարհ նախագիծն է։ Հենց հիմա տեսեք համառոտ թե քիչ հետո ինչի մասին ենք խոսելու։ Անկախացման հաղթարշավ թե զուգադիպություն, երկու շաբաթում ամերիկյան Ֆրեզնո քաղաքն ու Մեյն նահանգը ճանաչել են Արցախի անկախությունը, ինչ է սա նշանակում ու ինչ գործընթաց է սկսվում Ամերիկայում։ Անկախացման բացառիկ օրինակ Շոտլանդիա, սպասվող հանրաքվե, քաղաքական գործիչների ու շարքային շոտլանդացիների կարծիքը անկախության մասին, բացառիկ ռեպորտաժներ Շոտլանդիայից։ Ինչպես կարող է Սերբիա եւ Կոսովոյի պատմական համաձայնագիրը ազդել Արցախի վրա, ինչու է դա տապալում ադրբեջանցիների կուլիսային դիվանագիտությունը ու ինչու է Ադրբեջանի դիրքորոշումը ամեն օր դառնում ավելի խոցելի, պարզաբանում է Եվրոպական ինտեգրացիա հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը։ Հիմա ուր է գնում աշխարհը։ Ամերիկյան լրատվամիջոցները քննարկում են Բոստոնյան ահաբեկչության հեղինակներից առնչվող առեղծվածային հայի ով լինելը։ Մարդասպանների մորեղբայրը հայտարարել է, որ կրոնափոխ հայ Միխայել Ալլահվերդովն է իր զարմիկներին դրդել ահաբեկչության։ Ալլահվերդովը իրավապահներին ամեն ինչով օգնում է եւ տարօրինակ համարում իր հասցեին ուղղված մեղադրանքները։ Իդեպ ահաբեկչության մեջ ավելի շատ կա թուրքական հետք։ Թեման ներկայացնում եմ գործընկեր Ալեքսանդր Սահակյանը։ Ինչ կապ կարող են ունենալ հայերն իսլամիստ ահաբեկիչների հետ։ Տրամաբանականը չունենալը, բայց Բոստոնի ահաբեկչության կազմակերպիչ Ցանրաև եղբայրների մորեղբայրը չգիտես ինչու իր զարմիկներին մարդասպան դաստիարակելու համար մեղադրում է ոչ թե ծնողներին, այլ կրոնափոխ մուսուլման ոմն Միխայել Ալլահվերդովին, որն ազգությամբ հայ է։ Ամեն ինչ սկսվեց 2009-ին Քեմբրիջում։ Այդ տղան կարողացել է ազդել զարմիկիս վրա եւ ամբողջությամբ լվանալ նրա ուղեղը։ Մեզ զարմացնում էր նրա նվիրվածությունն իսլամին։ Ցարնաևների ընտանեկան մեղադրանքները հետաքրքրել են նաև հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Իրավապահները զրուցել են Միխայելի հետ։ Ազգությամբ հայ երիտասարդը չի ժխտել, որ կրոնափոխ մուսուլման է եւ որ ճանաչել է ահաբեկիչ ավագ եղբորը։ Որևէ լրատվամիջոց միջև այժմ չի հրապարակել Միխայելի լուսանկարը, հավանաբար անվտանգության նկատառումներով։ Ես նրա ուսուցիչը չեմ եղել, եթե այդպիսի բան լիներ, նա երբեք մարդկության դեմ նման չարիք չէր գործի։ Ալլահվերդովը պատմել է, որ Բոստոնում ապրելու տարիներին ճանաչել է Թամերլան Ցարնաևին, բայց դրանից անցել է 3 տարի եւ նրանց միջև կապ չի եղել։ Իր անմեղությունն ապացուցելու համար Միխայելը սկսել է գործակցել ամերիկյան հետախուզական կազմակերպությունների հետ։ Ես իրավապահներին տվել եմ հաղորդակցման բոլոր միջոցները, որ օգտագործում եմ, հեռախոս եւ համակարգիչ, որպեսզի ապացուցեմ անմեղությունս։ Նրանք ինձ ասացին, որ շուտով կվերադարձնեն իմ իրերը եւ իմ գործը կփակվի։ Միխայելի հայրը քրիստոնյա հայ է, մայրը ուկրաինուհի։ Ընտանիքը բնակվել է Բաքվում, ԱՄՆ գաղթել են 90-ականներին։ Միշայի հայրը մի լրագրողի ասել է, թե սիրում են Ամերիկան եւ երբեք չէին պատկերացնի, որ իրենց ընտանիքի հետ նման բան կպատահի։ Ալեքսանդր Սահակյան, Առնյուզ։ Պայթյուն Պրահայի կենտրոնում փլուզվել է մի ամբողջ շենք, դեռ պարզ չէ, թե որն է պայթյունի պատճառը, բայց տեղի ունեցած ահաբեկչություն չէ։ Նախնական վարկածով պայթյունը գազի արտահոսքի հետևանք է, միջադեպի հետևանքով վիրավորների թիվը հասել է 40-ի, նրանց մեծ մասը վիրավորվել է ջարդված ապակիների կտորներից, մի քանի մարդ գտնվում է պայթյունի հետևանքով մասամբ փլուզված շինության տակ, հարևան շենքերից տարհանվել են բնակիչներ։ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում մահափորձ է կատարվել երկրի վարչապետ Հուայլ Ալ-Հալկիի դեմ։ Մեծ թաղամասում մանկապարտեզից ու դպրոցից ոչ հեռու անհայտ անձինք փորձել են պայթեցնել քաղաքական գործչի ավտոշարասյունը։ Վարչապետը ողջ է մնացել, սակայն զոհվել է 5 մարդ, 13 մարդ էլ վիրավորվել է։ Պատահարի հանգամանքները ճշտվում են։ Ինչպես նախորդ շաբաթների առաջին թողարկման, այս անգամ նույնպես Հայաստան եւ աշխարհը Արմեդիա տեղեկատվական վերլուծական կենտրոնի հետ ներկայացնում է Հայացք աշխարհին էջը։ Քիչ անց կխոսենք Արցախի անկախության միջազգային ճանաչման, համանման խնդիրների, Կոսովոյի, Շոտլանդիայի մասին։ Կներկայացնենք հատուկ ռեպորտաժներ արված Շոտլանդիայում։ Մնացեք մեզ հետ։ Առնյուզի Հայաստանի եւ աշխարհի նախագիծը Արմեդիա տեղեկատվական վերլուծական գործակալության հետ ներկայացնում է Հայացք աշխարհին էջը եւ այսպես սկսենք։ Չգիտեմ նկատել եք թե ոչ, բայց Արցախի անկախությունը ընդամենը 2 շաբաթով ճանաչել է ամերիկյան մի նահանգ եւ մի քաղաք։ Այսպիսի բան դեռ չէր եղել։ Թվում է թե լավ, ինչն է այդքան հետաքրքիր։ Մի քաղաք ավել, մի նահանգ պակաս, բայց միգուցե հասունանում է այսպես ասած դոմինոյի էֆեկտը։ Առավել եւս որ համանման ու չափազանց հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում։ Իմ զրուցակիցը Եվրոպական ինտեգրացիա հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանն է։ Բարև ձեզ, պարոն Բեկարյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես Կալիֆոռնիայի Ֆրեզնոյի շրջանը ճանաչեց Արցախի անկախությունը, դա տեղի ունեցավ այնպիսի օրերին, հենց ապրիլի 24-ին բոլորի ուշադրությունը շեղված էր եւ
որպես այսպես նորմալ ոչ ոք չանդրադարձավ, հա, խնդրին։ Տեսեք, չետերքի բան է կատարում, մինչև այդ էլ ճանաչեց ամերիկյան Մեյն նահանգը, մինչև այդ էլ ամերիկյան երկու նահանգներ, Ավստրալիայի նահանգներից մեկը, եւ թվում է թե ինչ որ գործընթաց գնում է։ Դուք ինչ եք կարծում, սա ուղղակի այսպես ինչ որ կայծեր են, թե ինչ որ process-ի սկիզբ եւ ընթացք։ Չէ, կարծում եմ իհարկե պատահական չեն եւ իրենք տեղավորվում են ինչ որ գործընթացի տրամաբանության մեջ։ Երևի պետք է փորձենք պատճառները, հա, դինամիկ փոփոխության պատկերացնենք, ու իմ կարծիքով այդ պատճառները մի քանիսն են։ Առաջին հերթին ես կանդրադառնայի երևի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից նախաձեռնողականության ավելացմանը։ Անկախ դա այն բավարար մեր երազանքի մակարդակն է թե չէ, բայց մենք վերջի շրջանում այնտեղ ունենք նախաձեռնողականության որոշակի աճ։ Եվ դա ինչ որ պահի ոպտի սկսի ինչ որ արդյունքներով արտահայտվել, կասկած չունեմ, հա։ Երկրորդ էական հանգամանք Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությունը եւ այդ արտաքին քաղաքականության ներքո թե բոլոր հարցերում, թե մասնավորապես Ղարաբաղյանի հետ կապված բավականին հստակություն է։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ սրան անդրադառնալու, այլ բան է, երբ աչականջը ձախ ձեռքով ես բռնում, այլ բան է, որ շատ հստակ ես արտահայտում քո դիրքորոշումը, անկախ նրանից դիմացի կողմերը դա ընդունում են, չեն ընդունում, բայց գոնե հասկանում են շատ հստակ։ Սա շատ կարևոր է, եւ այդ հստակությունը իր դերը չէր կարող չունենալ։ Երրորդ գործոն մեր Սփյուռքի օրակարգում ավելի ակտիվանում է Ղարաբաղյանի այդ կետը կամ այդ օրակարգային դրույթը, հա։ Սա ահավոր կարևոր է, ես կարծում եմ, որ մենք ստեղ իրավունք չունենք սա թերագնահատելու, որովհետև տարիների վեր այդ կարևորումը ասվում էր, անընդհատ կար ինչ-որ երևի բարդույթ, թվում էր, թե չի կարելի համատեղել, հա, ասենք ցեղասպանություն օրակարգում ունենալով այստեղ ջանք դնել, որ ցույց է տալիս, որ եւ հնարավոր է եւ արդեն մենք դրա օրինակներ ունենք, հա։ Հաջորդ գործոնը բավականին էական։ Ընդհանրապես միջազգային ֆոնի ներքո տեղի ունեցող փոփոխությունները նույն վերաբերող ինքնորոշման իրավունքի նկատմամբ միջազգային եւ միջազգային հանրության ընկալմանը ընդհանրապես։ Եվ վերջապես վերջինը իմ կարծիքով պատճառներից Ադրբեջանի պահվածքը։ Ադրբեջանը իր պահվածքով այս ամբողջ կոնտեքստում, համատեքստում, հա, բավականին ճակերտներով ասեմ, ոնց ասեմ, հա, իր լումանա ներդնում այն գործընթացի մեջ, որ այսօր կա։ Օրինակ նույն Սաֆարովի դեպքից հետո շատերի համար շատ բան դարձավ միարժեք։ Եվ դա չէր կարող նորից իր արտացոլումը չունենալ եւ մենք այդ արտացոլումը ունենում ենք։ Դուք բերեցիք օրինակները Միացյալ Նահանգների նահանգների, Ավստրալիայի նահանգի, Ֆրեզնոյի շրջանի, ավելացնենք, հա, ոչ այդ դաշտով, ոչ այդ մակարդակով։ Ոչ միայն ճանաչումներ, այլ տեսեք օրինակ, Լիտվայի պարլամենտի հետ բարեկամական խումբ, Արցախի, Ֆրանսիայի հետ բարեկամության շրջանակ, հա։ Նորից չէ սուբյեկտայնության հետ առնչվող խնդիրներ են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որոնք էլի նույն այդ կոնցեպցիայի մեջ կամ այդ նույն համակարգի մեջ են մտնում ինչ-որ։ Դուք նշեցիք 5 պատճառ, դրանցից 4-ը այս կամ այն չափով հասկանալի են, բայց մեկը շատ խնդրահարույց է։ Տեսեք, ընդհանրապես աշխարհում ինչ է փոխվում, այդ դա ենք փորձում հասկանալ, հա, ինչ որ process գնում է, ճիշտ է, որովհետև կա մի տեսակետ, որ ընդհանրապես տեխնո առաջընթացի հետևանքով տարածության եւ ժամանակի պատկերացումները կտրուկ փոխվում են եւ առաջանում է ավելի, այսպես ասած, ապակենտրոնացման անհրաժեշտություն, հա, ավելի ցույցերն են աշխարհում շատանում, հիշում եք Occupy Wall Street եւ այլն, եւ նույն արաբական հեղափոխությունները, այդ տրամաբանությունը ամենտեղ կա։ Մարդիկ պահանջում են ավելի հորիզոնական պետություններ, ինչը ենթադրում է ոչ հիերարխիկ պետության կառուցվածք։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի ինքնորոշման, այսպես հաղթարշավ ամբողջ աշխարհում է, խոսքը միայն Արցախի կամ մյուսների մասին չի։ Դուք ինչ եք կարծում, ընդհանրապես process-ը այդ տեսակետից արժի ուսումնասիրել, թե դա ուղղակի այսպես գեղեցիկ է հնչում եւ այդտեղ միայն տեսություն է, ոչ մի գործնական բան։ Տեսեք, որpիսի մենք այդ հարցին անդրադառնանք, ես մի փոքր ավելի գլոբալացնեմ խնդիրը, հա։ Մենք պիտի մշտապես երկու հասկացություն իրարից տարբերենք՝ հնարավորություն եւ հնարավորության իրականացում։ Այս ձեր ամբողջ նշածը հնարավորության դաշտում է։ Այո, այդ process-ները կան։ Բայց ինչպես դա իհարկե, եւ այդ նույն ինքնորոշման իրավունքի անդրադարձը հիմա ինքը կարելի ասել այսպես, հա, իր տարածումը, իր որոշակի սերմանումը ստանում է այդ ինքնորոշում ասացի շատ ավելի լայն համատեքստում։ Անձից սկսած, անձ, խումբ, տարածքի վրա ապրող բնակչություն, հա, իսկ ինքը իր բոլոր հարթություններում է դրսևորում ստանում են ու ձեր բերած օրինակների ներքո։ Լավ։ Հիմա սա հնարավորություն է ինչ որ ձևով ընկալումների մեջ փոփոխություն ունենալու։ Իհարկե, այո։ Հնարավորությունը այդ ընկալումների փոփոխությունը օգտագործելու իշա քո ինչ խնդիրների։ Իհարկե, այո, բայց ուրիշ բանահանարության կիրառումը։ Այսինքն, եթե մենք այդ հնարավորության կիրառման հստակ մեխանիզմները աշխատեցնում ենք,
իհարկե մենք այդ հնարավորությունից ունենալու ենք բավական շահեկան իրավիճակ։ Աշխատացնում ենք, թե process-ը գնում է, մենք էլ կողքից օգտվում ենք, այսինքն Չէ, օրինակ ես կցանկանայի շատ, որ մենք ուղղակի process-ից օգտվողը չլինեինք, որովհետև դրա օգտակար գործողության գործակիցը չի կարող համեմատվել նրա հետ, երբ որ դու process-ը գնում ա օգտվում ես, բայց միևնույն ժամանակ կիրառման քո մեխանիզմներ ունես։ Եկեք ամենապարզ օրինակը բերեմ, հա, որպեսզի ավելի հստակ լինի։ Տեսեք, կան ճանաչողներ, արտակարգը նշեցինք, ամերիկյան նահանգները կլինեն, ավստրալիականը կլինի, Ֆրեզնոն կլինի, լավ։ Ուրեմն կան ձևաչափեր, օրինակ Լիտվան բերեցինք օրինակը, Ֆրանսիայի հետ բարեկամության շրջանակը բերեցինք օրինակը, հա։ Արտակարգ փաստ է։ Իսկ այդ փաստից ի՞նչ է բխում։ Ախր իրանից բխածը միայն մեր ուրախությունը իրավունք չունի լինի։ Միայն ծափողջունները իրավունք չունեն լինեն։ Ինքը իր հետ պիտի օրակարգ բերի։ Եկեք մի փոքր խոսենք նաև այդ դեպքում Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին, որովհետև խնդիրը փաստացի դրվում է այնպես, որ վերջի 45 տարում, հա, աշխարհը ինչ սկզբունքներով շարժվում է, նու աշխարհի այսպես հյուսիսային մասը, հա, այդ սկզբունքները փաստացի հիմա սկսում են փոխվել, որովհետև տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք, բայց աշխարհը գնում է դեպի ինքնորոշման ճանապարհով, այդ բովանդակության մեջ։ Այդ դեպքում միգուցե դա փոխվի եւ դրա հետևանքով ինչ կփոխվի աշխարհում։ Առաջին տեսեք, ես իրականում այդ սկզբունքների կիրառման համատեղելիությունը բացառող որևէ նորմի հետ այդքան էլ համաձայն չեմ, հա, որովհետեւ տեսեք, այլ հարց փաստաթուղթը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, լավ, այլ հարց նրա նախագծողների, այսինքն փիլիսոփայական եւ քաղաքագիտական մտքի արտացոլումը։ Այսինքն, տեսեք ինչ է կատարվում։ Իրավական շատ փաստաթղթեր կան, որոնք տարաբնույթ մեկնաբանություններ են ստանում, հա։ Եվ եթե դու ուզում ես ինչ-որ ձևով ավելի մոտենալ այդ ճշմարտությանը, այդ բյուրեղային վիճակին, հա, վերջ-վերջը դու գնում ես դեպի հեղինակներ։ Ովքեր էին դրա առաջ քաշողները, ովքեր էին այդ սկզբունքների, նորից եմ կրկնում, շատ հետաքրքիր է փիլիսոփայական եւ քաղաքագիտական մտքի տերերը, հա, եւ դրա տակ ինչ էին պատկերացնում։ Իմ պատկերացումը շատ հստակ է։ Այդ երկու սկզբունքները իրար հետ բախելը կամ բախելու փորձ անելը առնվազն, եթե մեղմ արտահայտվենք, անկորեկտ է։ Որովհետեւ եթե տարածքային ամբողջականության սկզբունքը դա արտաքին ագրեսիայից պաշտպանության համար է դրած ՄԱԿ-ի այդ բոլոր փաստաթղթերում եւ Հելսինկյան ակտում, հա, ազգերի ինքնորոշման իրավունքը չի անդրադառնում դեպի դուրս խնդիրներին։ Դա անդրադառնում է եղած կազմավորման մեջ ինքնորոշվող սուբյեկտին այդ իրավունքի պահպանմանը, ապահովմանը եւ այլ եւ այլ։ Եվ միայն չիմացողների համար են դա հակադարձում, այ։ Դրանց այդ բախելը ինքնին նույնպես եմ կրկնում, ամենամեղմ լեզվով ասած շատ անկորեկտ է։ Հիմա ուր է գնում աշխարհը, այդ հարցն է իրականում հետաքրքիր, հա։ Տեսեք, եթե մենք լինենք շատ օպտիմիստ, մենք պիտի ասենք, որ աշխարհը գնում է դեպի ինքնորոշման իրավունքի ավելի հստակ ընկալում, իրականացման եղանակների տրամադրում եւ այլ եւ այլ։ Եթե մենք մի քիչ լինենք պեսիմիստ, հորետես, մենք պիտի ասենք հետեւյալը. աշխարհը գնում է, այո, այդ ուղղությամբ, բայց դրա տակ նստած հիմքերի մեջ ավելի շատ արկա են այն դեպքերն ու նախադեպերը, որտեղ կարծես թե այլ ձևով հնարավոր չի։ Լավագույն եւ հետաքրքիր օրինակների շարքում է Շոտլանդիան եւ օրինակ Կոսովոն։ Երկուսն էլ բավական հետաքրքիր քննարկելիք են որպես այդպեսին, հա։ Օրինակ տեսեք, ինչա կատարվում այսօր Շոտլանդիայում, հա։ Բոլորի կարծիքով, առավելևս մեր արևելյան եւ արևմտյան հարևանների կարծիքով, Մեծ Բրիտանիայի նման երկիր, որը կարող է Միացյալ Թագավորության նման երկիր, որը կարող է կարճած լինել այդ տարածքային ամբողջականության սկզբունքին, աշխարհում փնտրել գտնելը դժվար է։ Բայց մենք այսօր ունենք ունիկալ իրավիճակ, հա, ուրեմն Միացյալ Թագավորության կառավարության եւ Շոտլանդիայի կառավարության միջև համաձայնագիր 2014-ի հանրաքվեի անցկացման վերաբերյալ համաձայնագրում արտացոլված անգամ դետալները հանրաքվեի պատրաստման եւ կազմակերպման իրականացման գործում ով ինչի վրա է ֆինանս ծախսելու։ Իդեպ, քանի որ հիշատակեցինք Շոտլանդիան, հարգելի հեռուստադիտողներ, Արմեդիա տեղեկատվական վերլուծական գործակալության մեր գործընկերները Շոտլանդիայում չափազանց հետաքրքիր նկարահանումներ են կատարել։ Զրուցել են երկրի քաղաքական ամբողջ ներկապնակը ներկայացնող գործիչների հետ ու շատ հետաքրքիր է, թե ինչպես են շոտլանդական անկախացման գաղափարը ընկալում այնտեղ։ Դիտեք հենց հիմա, թե ինչպես են շոտլանդական քաղաքական գործիչները վերաբերում իրենց իսկ հնարավոր անկախությանը, որից հետո կշարունակենք։ Շոտլանդիայի պարլամենտում ներկայացված 5 կուսակցություններից 3-ը դեմ են Շոտլանդիայի անկախությանը, 2-ը կողմ։ Բոլոր կուսակցություններն էլ ունեն իրենց հիմնավորումները։ Համարում եմ արդյոք, որ Շոտլանդիան պետք է անկախ լինի։
Այս պահին ոչ, եւ իմ կուսակցությունն էլ ոչ կասեր անկախությանը։ Կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն Եվրոպական միության մակարդակում, կան խնդիրներ, որոնք Միացյալ Թագավորության մակարդակում են, կան հարցեր, որոնք Շոտլանդական խորհրդարանի մակարդակում են, այնուհետև տեղական համայնքի խորհուրդների մակարդակում։ Մենք Շոտլանդիայի իշխող կուսակցությունն ենք, եւ մենք հավատացած ենք, որ մեր հանդեպ վստահությունը կմեծանա։ Ես կարծում եմ, որ Շոտլանդիայի ժողովուրդը անկախության է ձգտում, սակայն երկար ժամանակ բրիտանական կողմը նրանց համոզել է, որ նրանք չափազանց աղքատ են, չեն կարողանա անկախ գոյատևել, չնայած նավթի մեծ եկամուտներին։ Տարիներ շարունակ մեզ ասվել է, որ մենք չենք կարող քվեարկել առանցին։ Իմ կարծիքով բոլոր այդ ստերն ու առասպելներն այժմ բացահայտվել են, իսկ եթե ժողովուրդը գիտակցի իրական փաստերը, ավելի վստահ կշարժվի առաջ։ Այս 300 տարվա ընթացքում Շոտլանդիան բարգավաճել է որպես Միացյալ Թագավորության մի մաս։ Բրիտանական քաղաքականության առաջնորդներից շատերը շոտլանդացիներ են։ Նախկին վարչապետ Գորդոն Բրաունը շոտլանդացի էր, ֆինանսների նախարար Ալիստեր Դարլինգը շոտլանդացի էր։ Եթե պատմությունն ուսումնասիրենք, կտեսնենք, որ բոլոր ժամանակաշրջաններում, բոլոր կուսակցություններում շոտլանդացիները Բրիտանիայի առաջնորդներ են եղել։ Կարևորն այն է, որ հանրաքվեն լինի պարզ, վճռական եւ ազատ։ Այսինքն բոլորը պետք է ընդունեն հանրաքվեի արդյունքները։ Ամենաեականը այն է, որ տանկեր չեն շարժվում իրար վրա։ Իհարկե։ Ինքնաթիռներ չեն ռմբակոծում մեկը մյուսին։ Կացին այո, համաձայն չեն միմյանց հետ, հա, համաձայն չեն։ Այդ ծրագրի շրջանակներում, երբ որ նաև անձամբ եմ ընդեղ գտնվել, հա, ես տեսել եմ անկախ այդ մարդիկ հաջորդ տարվա սեպտեմբերին ինչ կորոշեն։ Առողջ բանավեճ, որտեղ մեկը մյուսին ազգի դավաճան չի անվանում, այս կամ այն տեսակետի համար, որտեղ բրիտանացիներին մնացած Շոտլանդիայից դուրս եղած Միացյալ Թագավորության սուբյեկտներին ոչ մեկը չի համարում թշնամի, ոչ մեկը չի պատկերացնում, որ իրանց անկախանալու պատճառով արդյունքում իրանք պիտի իրար հետ թշնամանան։ Իդեպ այս առիթով ես առաջարկում դիտել մեկ այլ էքսկլյուզիվ տեսանյութ, տեսնենք թե ինչ են մտածում շարքային շոտլանդացիները անկախության մասին։ Կարծում եմ, որ Շոտլանդիայի համար ճիշտ ժամանակը չէ անկախանալու համար։ Միացյալ Թագավորությունը պետք է միասնական լինի ճգնաժամից դուրս գալու համար։ Դեմ կքվեարկեի։ Ես համոզված չեմ, մասամբ կողմ եմ։ Ես դեմ կքվեարկեի։ Կարծում եմ, որ լավ գաղափար չէ։ Ես կքվեարկեի անկախության օգտին։ Շոտլանդիան հնագույն երկիր է։ Մենք միությանը միացել ենք 18-րդ դարում տարբեր տնտեսական եւ քաղաքական նկատառումներով։ Չեմ կարծում, որ սիրո վրա հիմնված ամուսնություն է եղել։ Կարծում եմ, կարիքից բխող, հարկադրված ամուսնություն էր։ Անգլիական բանակը սահմանի վրա էր այն ժամանակ։ Կարծում եմ, որ Շոտլանդիան շատ ավելի լավ վիճակում կլիներ, եթե անկախ լիներ։ Նավթային 5-րդ ամենամեծ տնտեսությունը կլիներ աշխարհում։ Ժողովրդի բարեկեցության մակարդակը կաճեր, եւ բացի տնտեսական նկատառումներից փոքր երկրների համար գոյություն ունեն բազմաթիվ մշակութային նկատառումներ, որոնք արդարացնում են անկախ լինելը։ Որպես հայ դուք շատ լավ տեղյակ եք Խորհրդային Միությունից եւ ռուսական տիրապետությունից անկախանալուց հետո ՄԱԿ-ում եւ եվրոպական կառույցներում ինքնուրույն տեղեր ունենալու եւ անկախության այլ առավելությունների մասին։ Ես համարում եմ, որ Շոտլանդիան շատ կշահի անկախությունից։ Մենք հարկադրված չենք լինի մեր զինվորներին ուղարկելու Իրաք անօրինական պատերազմին մասնակցելու համար։ Եվ միգուցե Հայաստանը եւ Շոտլանդիան դաշնակիցներ լինեն ՄԱԿ-ում։ Ով գիտի, ինչու ոչ։ Նոր, բայց հին եվրոպական երկրներ։ Ես կողմ չէի քվեարկի։ Կարծում եմ, որ մենք պետք է միության մեջ մնանք։ Եթե Շոտլանդիայի ազգային կուսակցությունը լավ դրսևորի իրեն, միգուցե համոզվենք, բայց ոչ այս հարցում, ոչ այժմ։ Շոտլանդիայում ավելի շատ աղքատության մեջ ապրող երեխաներ կան այսօր, քան 20 տարի առաջ։ Կարծում եմ, որ սա խայտառակություն է։ Եթե մենք կառավարեինք մեր սեփական տնտեսությունը, պատկերը ուրիշ կլիներ։ Որպես Շոտլանդիայում բնակվող անգլիացի, ես կարծում եմ, որ միակ պատճառը, հանուն որի կարելի է պայքարել անկախության համար, տնտեսական եւ սոցիալական առավելություններն են։ Այս պահին ես չեմ կարծում, որ լիազորությունների փոխանցումը դեպի Շոտլանդիայի կառավարություն շատ բան կփոխի։
Եվ նաև մի նախադեպի մասին կցանկանայի խոսել, ապրիլի 19-ին Կոսովոն Սերբիան փաստացի Սերբիան ճանաչեց Կոսովոն, եթե կարճ խոսենք, այդպես ստացվեց։ Այդ կոսովարների սիրած մոտեցումն է, դա այդպես բնորոշել է, հա։ Նույնական ինչ կատարվեց։ Ուրեմն ստորագրվեց առաջին համաձայնագիրը կառավարությունների մակարդակով, վարչապետերի կողմից համաձայնեցված Եվրամիության պատրոնաժի ներքո, ինչպես միշտ է, սա սառը ցնցուղ է բոլոր նրանց համար եւ առաջին հերթին մեր հարևան Ադրբեջանի քաղաքական էլիտայի, որոնք կուլիսներից են կողմ տարբեր բանակցություններում անընդհատ պնդում են այն թեզը, որ դուք պատկերացնում եք, որ եթե հանկարծ Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչվի, դա կբերի դարավոր թշնամանքի։ Եվ այդ ժողովուրդները էլ կողքի էլ չենք ասում միմյանց մեջ ապրելու հնարավորությունից կզրկվեն։ Բայց նրանք հիմա են զրկվում։ Դե մոտիվա, չէ, մանիպուլյացիա մոտիվա։ Այսինքն ցույց տալու աշխարհին, որ եթե դուք հանկարծ այդ ճանապարհով գնացիք, դուք այդ թշնամանքի սեպը շատ ավելի մեծացնելու եք, լայնացնելու եք, խորացնելու եք եւ այլն։ Բայց հիմա ստացվում է, որ չէ։ Դե եկեք ու տեսեք, որ դրի մտակառակը։ Կա Կոսովոյի մասնակի ճանաչում, քանի դեռ ՄԱԿ-ի անդամ չի, ասենք մասնակի ճանաչում, իդեպ Եվրամիության երկրներից ընդամենը 5-ը չեն ճանաչել իրեն։ Այո, ընդ որում իրենք իրենց պատճառները ունեն։ Իրենց պատճառներն են յուրաքանչյուրը, լավ, այսինքն բայց միևնույն է ճանաչման գործընթացը կա շատ մեծ թափ հավաքած եւ այլ, բայց այդ մարդիկ նստեցին բանակցային սեղան։ Հերիք չի նստեցին, արդեն փաստաթուղթ ունեն։ Այսինքն այդ միֆը Ադրբեջանի կողմից տարածվող այս նախադեպով ու այս process-ով ուղղակիորեն ասում եմ, չեզոքանում եմ սա սառցնցուղ է։ Ստեղ էլ մենք տեսնելիք ունենք, ստեղ էլ հասկանալիք ունենք եւ իհարկե ունենք երկրորդ հասկանալիքը ավելի երևի վերլուծական ընկերակցությունների համար։ Պրոցեսին շատ լուրջ հետևել է պետք, շատ լուրջ, որովհետեւ ինչքան էլ բոլոր կոնֆլիկտները տարբեր են եւ մոտեցումները տարբեր են, կան տեխնոլոգիաներ, որոնք առնվազն փորձարկվում են այստեղից այնտեղ դնելով, այնտեղից այնտեղ դնելով, այնտեղից այնտեղ դնելով։ Եվ այս ընթացքին պետքա էապես հետևել։ Եվ հեշտ չէ լինի, որ այս ընթացքին ոչ միայն пассив, այլ շատ ակտիվ, այնտեղ ներկայացուցիչներ ունենալով եւ այլով հետևել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Շատ ակտիվ ներառյալ այնտեղ ունենալով նստած մարդիկ։ Բարի շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Հետևենք աշխարհում ուր է գնում։ Արմյուզի Հայաստան եւ աշխարհ նախագծի այսօրվա թողարկումն այսքանն էր։ Ցտեսություն։